Սիրելի մայրեր, ծնողներ, բայց հատկապես մայրեր, ուզում եմ ասել չարի ազդեցության մասին ձեր երեխաների վրա, որը որ գալիս է ձեզանից։ Այսպես, եթե չարի իշխանություն ունի մոր վրա, հատկապես մոր, ընդհանրապես ընտանիքի վրա, ծնողների վրա, մեծերի վրա, եթե չարի իշխանություն ունի, նա իրավունք է ձեռք բերում ձեր փոքրերի վրա։ Նա իրավունք է ձեռք բերում ձեր միջոցով ազդել ձեր փոքրերի վրա։ Դուք եք նրան այդ իրավունքը տալիս, որովհետև հոգևոր դաշտում մենք ենք գիտակցվածը։ Մենք ենք գիտակցվածը, մենք ենք մեղքեր գործողը և մենք ենք սխալներ անողը և գայթակղվողը և ամենը մեր վրա է, մեր պատասխանատվության և մեր ընտրության վրա է։ Այդպես էլ հենց չարի ազդեցության վրա, բացի այն, որ մենք մեր սխալներով, մեր մեղքերով չարին կանչում ենք դեպի մեզ, նաև մեզանից թույլ ենք տալիս, որ չարը կարողանա անցնի մեր երեխային, մեզանից նկատի ունեմ մեր վրա ազդելուց հետո չի բավարարվում չարը միայն մեր վրա ազդելով, ազդում է նաև մեր երեխայի վրա, որովհետև մենք ենք տալիս այդ իրավունքը նրան, որովհետև երեխան գտնվում է մեր, ինչպես ասեմ, մենք իրավունք ունենք մեր երեխայի վրա։ Նա պատկանում է մեզ, նա մերն է և մենք պատասխանատու ենք նրա, և մեր կապը շատ մեծ է, և չարը մեր միջոցով ձեռք է բերում իրավունք մեր երեխայի վրա, որովհետև երեխան գիտակցված չէ, գիտակցող չէ, նա չի հասկանում, բայց մենք հասկանում ենք, թե չարը, թե բարին մեր երեխայի վրա ազդեցություն են ձեռք բերում, հենց մեր վրա ազդեցություն ձեռք բերելով, այսինքն եթե դու մաքրվում ես, ապաշխարում ես, միայն դու քեզ չես ազատում չարից, դու ազատում ես քո երեխային չարից, և եթե դու գայթակղվում ես ու մեղքեր ես գործում, դու թույլ ես տալիս, որ դևերը հայտնվեն նաև քո երեխայի կյանքում։ Հիմա, մարդիկ պետք է հասկանան, ընդունեն, որ Աստված իրենց իրավունք է տվել իրենց երեխայի վրա հոգևոր դաշտում, հոգևոր կյանքում։ Մենք մեր երեխայի վրա իրավունք ունենք, քանի դեռ նա փոքր է, քանի դեռ նա մանուկ է, քանի դեռ նա երեխա է։ Հիմա, երբ մենք մեղք ենք գործում, երբ մենք սխալների մեջ ենք, երբ սատանան մեր վրա իշխանություն ունի, շատ ժամանակ մենք կարող ենք դա տեսնել հենց նրա ներկայությունում մեր երեխաների կյանքում, մեր երեխաների վարքագծի մեջ, մեր երեխաների առողջության վրա, այսինքն սատանան հարվածելու է ձեր երեխաներին, ձեր հենց պատճառով և նաև ձեզ ավելի մեծ ցավ պատճառելու համար։ Երբ սատանան մտնում է մարդու կյանք, նա ամեն ինչ քանդում է, ուղղակի, որ ինչը հնարավոր է քանդել, նա քանդում է։ Դա կլինի առողջություն, ընտանեկան կյանք, երջանկություն, ֆինանսներ, ամեն ինչ, բաժանություն, ընտանիքի, կորուստներ և այլն, ամեն ինչ պիտի քանդի, երբ որ չարին մի փոքրիկ ճեղք է բացվում, նա ամեն ինչ անում է, որ ամբողջովին հայտնվի այդտեղ և ավերի ամեն ինչ։ Հիմա, երբ դուք հասկանում եք, որ ձեր փոքրիկը նորածինից մինչև պատանի օրինակ, չնայած դա շարունակվում է կյանքում արդեն հետո, մենք մեծանում ենք, բայց մեր ծնողների մեղքերը և այլն, այնտեղ անեծքներ և վատ բաներ, միևնույն է մեր վրա ազդեցություն ունենում են, բայց արդեն մենք ենք գիտակից դառնում և մենք կարող ենք ապաշխարել, բայց քանի դեռ փոքր են երեխաները, ու դուք զգում եք, դուք հասկանում եք, որ չարն է նրա վրա ազդեցություն ձեռք բերել և աղոթում եք նրա համար, աղոթում եք, անդադար աղոթում եք, որպեսզի նա ազատվի, որպեսզի նա բժշկվի և այլն, դուք պետք է ձեզանից սկսեք ձեզանից, դուք շարունակեք աղոթել ձեր երեխայի համար, բայց քանի դեռ դու ինքդ ամբողջովին չես մաքրել, դու թույլ ես տալիս, որ դիվական էությունները, սատանան իշխի քո վրա, քո ընտանիքի, քո տան, քո երեխայի վրա։ Ու այն ժամանակ, երբ որ հասկանում ենք, ուղղակի հասկացել ենք, որ երեխան միգուցե դիվոտած է, միգուցե դևերն են երեխային անհանգստացնում, ցավեր պատճառում, չեն թողում քնի, չեն թողում ուտի և այլն, խնդիրներ են արդեն առաջանում երեխայի մոտ հոգեբանական, հոգեկան, ֆիզիկական, նյարդային, և մենք փորձում ենք մեր աղոթքներով խնդրել, հասնել նրան, որ Տերը մեր երեխային բժշկի, օգնի, մենք պետք է հասկանանք առաջինը, սատանան իրավունք է ձեռք բերում իմ երեխայի վրա, եթե իրավունք ունի իմ վրա, և սատանան կհեռանա ինձանից ու իմ երեխայից միայն այն ժամանակ, երբ որ ես ամբողջովին մաքրվեմ և ամբողջովին ինձ հանձնեմ Տիրոջը։
Այսինքն քո երեխայի համար աղոթելը դեռ գործիքեսն է։ Ապաշխարիր ինքդ, ապաշխարիր եւ ապրիր ամեն օր ապաշխարելով, ապաշխարության մեջ մեղքերի թողություն ներում խնդրիր Տիրոջից։ Ներիր ինքդ, խոնարհվիր Աստծուն, խնդրիր, որ քեզ ազատի ամեն տեսակ չարից, չարի ներկայությունից։ Քո կամքը արտահայտիր, երբ աղոթում ես։ Ու սա միայն երեխային չի վերաբերում, ես հիմա ուղղակի ասում եմ ինչ է պետք անել, միայն երեխայի այդ դեպքերում չի։ Ինչ պետք է անենք մենք։ Պետք է դիմենք Տիրոջը։ Եվ դու ուզում ես մաքրվել։ Պետք է առաջինը ընդունես Աստծուն։ Որտեղից պետք է սկսես Աստծուն ընդունելով, որովհետև եթե դու Աստծուն ճիշտ չես ընդունել, քո ապաշխարելը ով է լսում, ով է ընդունում, եթե դու Աստծուն չես ընդունել դեռ, եթե նա քեզ չի ճանաչում, դու նրան չես ճանաչել, ով է լսում քո աղոթքը, քո ապաշխարությունը, ով է քեզ ներելու եւ ով է քեզ դատում, ով է քեզ դատելու եւ ով է քեզ փրկելու։ Միայն Աստված։ Պետք է ճիշտ ճանաչես Աստծուն։ Աստված Սուրբ Երրորդություն է, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Երեքն էլ Աստված։ Ընդունել Հիսուս Քրիստոսին, նա քո փրկիչն է եւ նա քո Աստվածն է։ Հաջորդը։ Հերթով արագ-արագ կարճ ասում եմ։ Աղոթքով ես անում այդ ամենը։ Հաջորդը։ Ընդունում քո աղոթքով ընդունում ես քո բոլոր սխալները, քո բոլոր մեղքերը եւ զղջումով, գիտակցված, յուրաքանչյուրի համար ներողություն ես խնդրում խոնարհումով Աստծո առաջ եւ զղջումով, որ արել ես այդ սխալները։ Այն բոլոր սխալները, մեղքերը, որ դու չես հիշում, գիտակցված չեն, խնդրում ես Տիրոջը, նա քեզ կհիշեցնի եւ նորից ներում ես խնդրում։ Ապաշխարությունը դա ուղղակի բառեր չի, խոսքեր չի, որ ուղղակի աղոթենք, ասենք ներիր Աստվածչանին բոլոր մեղքերը անցան գնացինք։ Չի ներվելու։ Չի ներվելու։ Ինչու դու պետք է գործես այդքան մեղքեր եւ ընդհանրապես ասես ներիր իմ բոլոր մեղքերը եւ մեղքից ներվեց գնաց։ Արդար է։ Ոչ, արդար չի։ Հիմա ապաշխարել, ներում, խնդրել, գիտակցելով, զղջումով եւ դրան զուգահեռ ներել։ Եթե քո սիրտը դեռ չի ներում, ուրեմն քո սիրտը դեռ չարանում է, իսկ չարանալը նշանակում է չարի իշխանության տակ լինել, այսինքն չարը գործում է քո մեջ եւ դու չես ազատվում դեռ չարից, դու չես մաքրվի, եթե դու չես ներել։ Հիշիր, մենք ներվում ենք այնպես, ինչպես որ մենք ենք ներում, Հայր մեր, ներիր մեզ մեր պարտքերը, մեր մեղքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաներին։ Դա նշանակում է Աստված ներիր մեզ այնպես, ինչպես որ մենք կներենք, այսինքն ես ամբողջովին կներեմ, կներվեմ ամբողջովին, կիսատ կներեմ, կներվեմ կիսատ եւ այլն։ Ներիր մեզ մեր մեղքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաներին, այսինքն ոչ թե մենք ներում ենք իրանց, դու էլ մեզ ներիր, ոչ, այդ իմաստը չի, որ շատերն են հասկանում, այլ Տեր, ներիր մեզ այնպես, այն կերպով, ինչ կերպով, որ մենք կներենք։ Ոնց ես կներեմ, Տեր ջան, արդարա, դու էլ ինձ տենց ների, այդ է իմաստը։ Ներիր մեզ մեր մեղքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաներին։ Լրիվ կներես, լրիվ կներվես, չես ների, չես ներվի։ Այսինքն ներումը ամենակարևոր, այդ պատկերացրեք ապաշխարության մեջ, Աստծո կողմից ընդունվելու, մաքրվելու մեջ, այդ երկուսյունն է, ներել եւ ներվել։ Ներվել Աստծո կողմից եւ ներել ինքդ բոլորին։ Ու քեզ նաեւ անպայման պետք է քեզ ներես։ Եթե դու քեզ չես կարողանում ներել, ուղղակի հիշիր, որ մյուսներին, որ դու ներում ես, նրանք Աստծո զավակներն են եւ դու այդ սիրով, այդ բարությամբ, այդ Աստծով լցված ներում ես նրանց, չէ՞, քո ցավերը մոռանում ես։ Դու էլ նրանցից մեկն ես, այսինքն քեզ էլ պետք է ներես։ Եվ հիշիր, ով ես դու, որ պիտի կարողանաս քեզ չներել, եթե քեզ Աստված ներում է։ Եթե Հիսուսը քեզ ներել է ու դու դեռ դրանից հետո պիտի քեզ հիշես ու չներես, դատես քեզ, դատապարտես, մեղադրես, նորից չներես, ով ես դու, որ Տերը պետք է քեզ ների, բայց դու չներես քեզ։ Այսինքն ներում ենք խնդրում Տիրոջից ամբողջ սրտով ներում ենք ուրիշներին, ներում ենք մեզ։ Ու խնդրում ենք, որ Տերը ազատի մեզ ամեն տեսակ չարից, տանի իր հետևից, իր ճշմարիտ ճանապարհով, ցույց տա իր ճշմարտությունը։
Խնդրում ենք, որ Աստված մեզ արժանացնի իրեն, որովհետև մեզ այնց ոչ մեկ արժանի չէ, եւ միայն Տերն է ողորմած, սիրող եւ ներող եւ փրկող, եւ նրա միակ, ամենակարևոր, ամենամեծ կամքը ցանկությունը մեզ այնց յուրաքանչյուրի համար մեզ ներելն է։ Այսինքն Տիրոջը պետք չեն ինչ-որ բարդություններ, որ դու պատժվես, դու պատասխան տաս քո արածի համար, որ նա քեզ ների, ոչ։ Նրան պետք է քո սիրտը, քո պատրաստական սիրտը, որը որ ընդունում է, որ ինքը սխալված է եւ ինքը մեղավոր է, եւ գնում է խոնարհաբար Աստծուն ընդառաջ եւ խնդրում Հայր, ներիր ինձ, սխալ եմ, սխալվել եմ, ընդունում եմ, ներիր, ողորմիր, ընդունիր ինձ, մաքրիր, ազատիր, պատրաստիր ինձ քո համար, որովհետև դու ողորմած ես, իսկ ես անարժան, բայց ես ուզում եմ քո կողքին լինելու իրավունք եւ երջանկություն ձեռք բերել, ունենալ, Տեր, փրկիր ինձ, ողորմիր ինձ։ Եվ հիմա վերադառնում եմ երեխաներին։ Յուրաքանչյուր մայր, ծնող, ընտանիքի մեծեր ընդհանրապես։ Երբ տեսնում եք ձեր երեխան հարձակումների մեջ է չարի, միայն նրա համար աղոթելով չի, սկսեք ձեզանից, ձեր անձը յուրաքանչյուրի մաքրվելուց, ապաշխարելուց եւ ամեն օր այդ ապաշխարության մեջ այդ մաքրվելու ճանապարհը անցնելով, Տիրոջ հետևից գնալով։ Ուշադիր եղեք ինչ է կատարվում ձեր տանը, ձեր ընտանիքում։ Երբ երեխան վախ է ունենում, ամենաշատը վախի միջոցով է սատանան կարողանում երեխայի վրա ազդեցություն ձեռք բերել, որովհետև վախը մեծագույն ստրես է եւ վախի պատճառով բացվում է մարդու հոգու պաշտպանող շերտը, ինչպես բացատրեմ, ճեղքվում է։ Եվ դևերը մտնում են մարդու ներս։ Իսկ երբ դևերը մտնում են մարդու ներս, ինչ են անում։ Դա կլինի երեխա թե մեծ։ Եթե վախի դևը մտել է իմ մեջ, նա միևնույն է իմ մեջ այնպիսի բացասական վիճակներ է ստեղծելու, որ ես ուրիշ սխալների գնամ դեպի, ուրիշ վատ բաներ լինեն իմ հետ, ու ես ամեն անգամ նոր վախ զգամ, ամեն անգամ ինչ-որ նոր ստրեսի մեջ ընկնեմ, սխալ գործեմ, գայթակղվեմ եւ այլն, ու այդպես ամեն անգամ դևերը շատանան։ Հիմա երեխայի դեպքում, եթե նա մի անգամ վախ զգաց, դուք կնկատեք, որ նա ամեն փոքր բանից սկսում է վախենալ։ Եթե նա գոռոց, վեճ, կռիվ, դրսում մութ ժամանակ, ինչ-որ այնպիսի վիճակներ տարբեր են լինում, կռիվ, քաշքշել, ուսուցչի բարկանալ, միամիտ փողոց անցնելիս վախեր, շան հարձակվել, ամեն ինչ։ Եթե մի անգամ երեխան վախեցել է, դուք պետք է դա հասկանաք, գիտակցեք եւ պետք է, ինչպես ասեմ, ամեն մի նոր պատճառը վախենալու կամ լարվելու երեխային ավելի անպաշտպան է դարձնելու եւ էլի նոր դև է հայտնվելու նրա մեջ, էլի նոր դև, եւ ձեր երեխան դիվոտած է դառնալու մի հատիկ վախից։ Նայեք, թե դուք ինչպես եք ձեզ պահում երեխայի ներկայությամբ։ Գոռոցներ եւ այլ բացասական բաներ։ Մանավանդ եթե երեխան փոքրիկ է, բավականին փոքրիկ մանուկ է դեռ, դևերին էլ դա է պետք։ Այսինքն ձեր ընտանիքում արդեն պետք է ինչ-որ մի բան լինի, կամ գոնե դրսում երեխան մեծ վախ կամ բռնություն կամ ինչ-որ մի վատ բանի զոհ լինի, որ դևերը կարողանան նրան ներս մտնել, որովհետև երեխան ինչու է վախը երեխաների մոտ շատ, որովհետև երեխան դեռ մաքուր է, նա մեզ պես չի գնալու, գայթակղվի ու դևերը մտնեն իր մեջ, նա մեր նման մեղքեր չի գործելու, որ դևերը ավելի շատանան, նա չի մտնելու սատանայի ստեղծած մոլորությունների մեջ, թակարդները չի ընկնելու, դրա համար ամենահեշտ ձևը, ամենաուղիղ ձևը երեխայի դիվոտության, դա վախերն են, վախերը։ Ամեն ինչ սկսվում է ծնողից։ Մաքուր պահեք ձեզ, ձեր հոգին եւ երեխայի վրա չար ազդեցություն չի ունենա։ Վախերից բացի, վախերը մի կողմ եմ դնում։ Երբ չարը մեր վրա ազդեցություն ունի, երբ մենք ինքներս դիվոտում ենք, երբ մենք ինքներս մտնում ենք մեղքերի մեջ, գայթակղությունների մեջ, երբ սխալվում ենք, գնում ենք չարի ճամփեքով, մանավանդ եթե ինչ-որ բաներ անում ենք մագիայի հետ կապված, օկուլտիզմի հետ կապված, դևերը հայտնվելու են մեր երեխաների կյանքում, նրանք իրավունք են ձեռք բերելու մեր երեխաների վրա։ Հանձնեք ձեր երեխաներին Հիսուս Քրիստոսի ձեռքերին, մաքրվեք ինքներդ, որպեսզի ավելի պաշտպանված լինեն ձեր երեխաները։
Եթե Աստծո օրհնությունն է ձեր վրա, դա անցնում է ձեր երեխային, եթե սատանայի ներկայությունն է ձեր վրա ու ձեր մեջ, ձեր կյանքում դա անցնում է ձեր երեխային։ Իրավունք մի տվեք դևերին, որ հայտնվեն ձեր երեխայի կյանքում։